Գյուղի խնդիրները հիմա առաջնայինը ջրի հարցն է, որովհետև ահա որ վատ դրության մեջ են բոլորս, այն որ մի գրամ ջուր չէ գտնում սենց խմելու համար, մի մարդու նման սենց ջուրը, որ արդեն ժամը գալիս է, սենց գնում եք ջուր գրում, բարձրացնում վերև, թե ինչա մի գրամ ջուր լինի տունը, թե կենցաղային, թե խմելու, թե երեխաներին լողացնելու համար, որովհետև երեխեքը են, որ մի գրամ ջուր չկա, որ սենց լողացնեիք, մաքուր ուղարկեք դպրոց։ Ճանապարհը որ վերանորոգվել է, խմելի ջուրը մեկ ջուրը ինքնահոս տանում էիք բանից, այս հողի տակից էլի, իմի այս բասեյնը վերանորոգել են, մեր խմելի ջուրը կտրվել է, համարյա կտրվել է, համարյա չկա, օրեկան ժողովրդի մի ժամ ջուր տալիս, տեղ հատված կա 10 րոպե, տեղ հատված կա 20 րոպե, տեղ հատված կա կես ժամ։ Առավոտը հավաքում ենք լրիվ տակը տիղմա, իրիկունը հավաքում ես առավոտը արդեն տիղմա, այդ լրիվ մեզ համար ավատ։ Ջրին չունի նապոր, ջուրը չես կարում այնքան ունենաս, որ մեքենատ միացնես։ Թե ամառվա օր, թե աշնան օր մենք ձեռքով ենք լվացքանում։ Հիմա եթե սենց շարունակվի, քանի ընտանիք կմնա, դա հարցը։ Հիմա այն ժողովուրդը դուսկեմ, եթե սենց շարունակվի, քանի ընտանիք կմնա տարվա վերջ։ Կլճանա, չէ։ Լճանա թուրքն մոտիկա, գիտя նստի մենք թողան քյակրաբներս քաշենք։ Այն ժամանակ ջուրը, այն ժամանակ, որ ինքը արագ է եկել, ամեն ինչ լավ է եղել, ջրի որակը մեկ ստուգել եք, ամեն ինչ արել եք, ես հիմի սեզոն եկել է, քլորացումը արդեն ես դիմել եմ, քլորացումը կատարվելու է, այս երևի ամսի վերջին։ Քլորացումը կկատարվի, բայց ջրը եթե փոքր է, ջուրը շատ թույլ է, դա հասկանալի է, որ հողի տակից գալիս է, ես չեմ ասում իսկան վաղտա ոչ մեկի փորնա ցավացել կամ մեկի ինչ-որ մեր թունավորում է եղել ուսման, չեմ կարող ասեմ, բայց որակ որ ասեմ մարաշուանման 100%-ից այլ չեմ կարող ասել։ Խմելու ջուրը այս ամսվա հոկտեմբերի 10-ին կլինի բացումը, տենդերը որ հայտարարված է խողովակների համար եւ աշխատանքների 50% արված է, մնացած 50%-ի խողովակները լինելու դեպքում կշարունակենք։ Այս տարի 2025 թվականին ամբողջական ավարտելու ենք եւ այդ խնդիրը նույնպես կլուծվի։ Եթե մոտ մի ամիս է ես նոր ջրամբար կառուցել ենք, նոր ջրագիծ ենք ջուր ենք ավելացրել գյուղին, նոր ջրամբար են կառուցել, այս պահին ոչ մի խնդիր չունի գյուղին, ջրի խնդիրով բոլոր ապահովված են։ Առաջ հին էր այն բալանք ուղի դայենք ներքևին դեղին մեր բաներներ, շատ հին էր։ Հիմա շատ մաքուր, որակյալ ջուր, ոչ մի խնդիր չունենք, փակ վիճակում ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալություն ենք այդում բոլորին։ Ջուրնուխում 2018 թվականին մենք խնդիրը լուծել ենք, ինչքան գյուղը ջուր ունեցել է, բոլոր ջրերների համար սարքվել են կապտաժներ, ամբողջական ցանցն է փոխվել, կապիտալ վերանորոգվել է Ջուրնուխ գյուղի ջուրը, բայց քանի որ վերջի տարիներին դուք նույնպես տեղյակ եք, որ ոչ անձրևաշատ եղանակներ են լինում եւ այդ պատճառով որոշակի խնդիր առաջացել, ինքն ջուրը գոյություն ունի, բայց թիվը փոքր է եւ 40 կիլոմետր հեռավորության վրա այս պայդրությամբ մենք ունենք նոր ջրի ակունք ենք հայտնաբերել եւ այդտեղից պետք է Շուռնուխ ջրագիծ քաշվի, որ ուղղությամբ աշխատում ենք արդեն։ Քանի որ Վիոլան ջուրը տվել է շատ հեռվից, որ օբշի գյուղը 24 ժամ ջուր լինի, իմի այդ կիլոմետրը համայնքապետարանը 5-ից 7 կիլոմետր ունի խողովակները, քանի որ հիմի տալա 17,5-18 կիլոմետր, համայնքապետարանը դիմել է աստիճանական կազմակերպությանը։ Աստիճանական կազմակերպությունը վերցրել է այդ խոստացել է որ այդ գործը անի, արդեն սկսվել է այդ գործը խողովակների հատվածով, բացի խողովակներից դեռ պիտի ճշման բաներ կա, էլի որ շատ երկար հատված է, հիմի խոսք են տվել որ այդ գործը կսկսեն։ Անամերձ գյուղում մարդը ապրի ընդամենը մի քանի մետրի վրա թշնամու հետ եւ այդտեղ էլ վճարի շատ հարցերում, դա օբյեկտիվ չի, դա ճիշտ չի եւ եթե կա խնդիր ջուրը սակավ է, ուրեմն դա համայնքը ունի խնդիր ու մենք ունենք խնդրեմ ու մենք պետք է այդ խնդիրը լուծենք։ Ոչ թե պետքա փորձենք բնակիչներին ասենք նրանք հետևեն եւ այլ կամ ինչ որ գումարներ վերցնենք իրancs որպեսզի ջուրը քիչ օգտագործեն, այլ համայնքը ինքը կարողանա, ես համոզված եմ մենք կարող ենք, մենք տարբեր այլ աղբյուրներից նույնպես ջուր կհասցնենք տվյալ տարածք, ամբողջական կլուծենք, որ մաքսիմալ շատ լինի։